մարզական ճամբարային 5-րդ հերթափոխը շարված է։ Պատանի երկրապահ ակումբի նախագահ մայոր Հարությունյան։ Շնորհավորում եմ ձեզ վարդի օրվա կապակցությամբ։ Ուրա, ուրա, ուրա։ Ազատ։ Երկրապահ դա երկրի տիրոջ հոգեբանությունն է, սեփական մարդու ինքնասիրություն, դա քաղաքականություն չի եւ այլ։ Մարդ, որը ինքն իրան հայաճանաչում, հավատացյալ հայ առաքելական եկեղեցու, որը երկիրասիրն, որը բնություն, հայոց պատմություն, դա եսի միջեր չկան։ Ու մնացածը թե ինչ կդառնա, ինչ մասնագետ, արդեն ինքն անտրում մնացածը։ Թե կդառնա ճարտարապետ, թե նկարիչ, թե երգիչ, թե արդեն թե զինվորական, թե պրեզիդենտ, թե մինիստրը արդեն իր ճանապարհը ինքն անտրում։ Բայց միշտ պետք է չմոռանալ, որ ինքը հայ է, ինքը պարտավոր է երկրին ծառայել, որպես հայ քաղաքացի, անկախ հանրապետության քաղաքացի։ Դա է բոլոր, թե չէ դառնալ առաջին հոգով պետք է դառնալ։ Նոր հետո արդեն ֆիքսվում է, գրանցվում են եւ այլ, որ ավելի ճանաչում ունենան։ Ծախ, աչ, ծախ, ծախ, Աչ ստարաչ։ Հաշիվ, երկու։ Ողջույն մեծարգոս զորավար։ Արտակարգ իրավիճակների դասական։ Ոնց եք երեխեք։ Որ շատ շոկ չի, բացա չէ պալատտեքը։ Հենց ավելի շոկը խփում բարձրացնում ենք պալատտեքը զորավար, եթե հնարավորություն ունենք։ Մեր մի պալատկեն էլ ինչա ռեզինից է, вообще չենք իջացնում, որ միշտ օդխավ է։ Են կողքի։ Չնայած այս բնական պայմաններում սա վատ չի, բայց ժամանակի ընթացքում նորմալ դասարանների մեջ կլինի արդեն այստեղ դասավանդելու։ Ոտքի։ Բարև ձեզ նորից։ Ողջույն մեծարգոս զորավար։ Ապրեք։
Բարև երեխեք ջան, ի՞նչ դասավանդում է։ Ներքին գործեր։ Եկուցում են երեխեք հետողված անչափածների իրավունքների, նրանց հետաքրքրող հարցերի պարզաբանում։ Ես ուղղակի ձեզ խնդրում եմ ամեն ինչի հանդեպ ուշադիր եք, ինչքան շատ բան իմանաք կյանքում, այնքան ձեր հետագա զարգացման եւ ուժեղ լինելու մեջ լինելու։ Մանավանդ ձեր արդեն ժամանակակից երեխեքը պետք է ավելի իրավիճակը տիրապետեք, ամեն ինչից պատրաստ լինեք։ Դրա համար բոլոր թե ամեն ինչում ինչ որ սովորացնում են սովորեք։ Վատ չի։ Շնորհակալ, շնորհակալ։ Ողջույն մեծարգոս Սորաբար։ Ինչ դասընթաց եք պարապում։ Կանոնադրություն։ Շատ լավ է։ Դոմիկների սա մոտիկ, այստեղ էլ տրվի, այստեղ էլ տրվի, հենց ծառների տակը տրվի, սենց որ ասենք դասարանների պես, ներցերը տրեք, եթե պետք է սինջարկով տրեք դասարան, ասոջա։ Երեխեք ես խաչքարը ծրի զորություն ատալ, սա ջուղարի խաչքարա, որը որ թուրքերը այս խաչքարը ջարդել են սրա իսկական օրինակը, սա կրկնօրինակն է, որը մեր սրբազանների, մեր հոգևորականների կողմից օծվել է, կնքվել է։ Սա նորից կենտրոնական շունչատված, որ հարյուրավոր տարիներ ապրած քար է։ Դրա համար այս քարերին ինչքան մեր խաչքարերի նմանատիպ մոտիկ եք, այնքան դու զորեղ կլեք։
Ես Մհեր Ղարայանն եմ, ապրում եմ Արցախում Հադրութի շրջան, գյուղ Քյուրաթաղ։ Ես եկել եմ Եռասերունդ երկրապահների ճամբար, որպեսզի այստեղ սովորեմ եւ կարողանամ լավ ծառայել հայոց բանակում։ Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ։ Եկել եմ այստեղ, որովհետեւ շատ հետաքրքիր է եւ ծանոթացել եմ եւ ունեմ շատ ընկերներ։ Շատ դուր է եկել նաեւ Սևանա լիճը։ Նաև գնացել ենք Աղթամար կղզի եւ շատ տպավորիչ էր։ Հայքի անունով իր սերունդը կոչվեց Հայկազում, իսկ երկիրը Հայք, Հայաստան։ Հայաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ, ինչպես նաև ապրիլյան պատերազմում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ արիության համար Աշոտ Գասպարյանը պարգևատրվել է երկապահ 25 տարի հոբելյանական մեդալով։ Они сейчас черку пора не ваши. Երկապահ կամարականություն արձանագրված։ Նա շնորհենք Շնորհակալություն ցավը տոնը։ Ծառայում ենք Արինիկին ցավը տոնը։ Աշոտարի։